Ըստ մեր հասած տեղեկությունների այնտեղ քննարկվել է Նախիջևանի հարցը եւ այս իշխանությունները, ասենք ասենք, օդում շրջվող լուրերի, շրջանառվող լուրերի, այստեղ քննարկվել է, որ Հայաստանի իշխանությունները այն ժողովրդի լեզվով ասած դատարկ թղթի տակ ստորագրել են, որ Նախիջևանը արդեն իրավական բոլոր հիմքերով դառնում է ադրբեջանական, քանի որ Նախիջևանը չէր տրվել Ադրբեջանին, այլ ինքնավար մարզ էր համարվում, ժամանակավոր ոնց է կառավարման, հա, իսկ հիմա հայկական կողմը էլի անիրավական, քանի որ այդ փաստաթուղթը հզոր պետությունն էլ ստորագրել, ասենք հյուսային մեր հարևանը, եւ մենք կանած ենք լուրջ, ասենք աշխարհաքաղաքական շահերի բախման կենտրոնում։ Այդ Աբու Դաբին մենք անցած անգամ էլ ենք ասել, որ իզուր չի ընտրվում, նախ ասենք, որ դա մահմեդական աշխարհի հետ սերտ կապեր ունեցող երկիր է, ամենակարևոր այնտեղ չկա թափանցիկություն, հա մենք ապրում ենք այդ երկրում երկու բանի չես կարող կպնել, կրոնին եւ քաղաքականությանը, եւ որպես դեմոկրատական երկիր դու չես կարող հաշվես դա դեմոկրատական երկիր, եւ ելի եմ ասում, նա նույնպես համարվում է այդ իսլամական political քաղաքական համակարգի գրող։ Հասարակ մարդիկ, արաբները շատ տարբերվում են, ասենք, այս թուրքերից, նրանց մեծ մասի գենետիկ մայրերը, տատերը հայեր են, քանի որ կոտորածի ժամանակ այդ բդուին ցեղերը անապատի ժամանակ երեխաներին որդեգրել են, թուրքերից պահել են, շատ օգնել են։ Նույնիսկ թագավորական ընտանիքներում կան կանայք, մանավանդ Քուվեյթում, Արաբական Էմիրություններում, որոնք հայ են։ Բայց մենք գործ ունենք, ելի եմ ասում, իսլամ որպես քաղաքական սիստեմի հետ։ Բայց այո, ասեք։ Եվ Փաշինյանին շքանշան տալը դա այդ սիստեմին քաղաքական հավատարմության շքանշան է, որ ինքը հավատարիմ է ինչ-որ մի քաղաքական համակարգի, հասկանում եք։ Լավ, ԱՄՆ ռուսերեն ասած կակին բոկում, ԱՄՆ եւս խրախուսում է այդ համակարգը, որովհետեւ ըստ էության նախաձեռնողը հա նման հանդիպումների ինքն է լինում, ինչու հենց մահմեդական երկրում, օրինակ ԱՄՆ ինչու է նախապատվությունը տալիս, որտեղ ասացիք, որ Թրամփը ինքն էլ է զգում այդ իսլամական համակարգի վտանգը քրիստոնեական աշխարհի համար։ Տեսեք, այստեղ գանք նրանից, որ երբ որ այդ փաստաթուղթը ստորագրվել էր, պետք է լիներ Պուտինի ուղի, դառավ Թրամփի ուղի, հա, եղել է եւս մեկ միջանցքի մասին հաղորդում։ Դա Լաչինի միջանցքն էր։ Ու ստորագրել էր էլի այս նույն մարդը։ Հիմա այս մարդը այսօր ինչ կստորագրի, Թրամփն էլ է հասկանում եւ արդեն ինքն էլ է հասկացել, որ եթե իրոք որոշեն երկիրը տանել դեպի արևմուտք, իրան փոխելու են, ավելի ամերիկամետ ղեկավարը իրան փոխարինելու են։ Եվ այս մարդը ընդհանրապես արևմուտքի հետ կապ չունեցող մարդ է, որը որ տեսնում ենք Ալեն Սիմոնյանի այցի, Մադրան էլ կանդրադառնանք։ Ուզում եմ ասեմ, ինչի է Ամերիկան ընտրել մահմեդական պետություն, մահմեդական երկիր, ես կասեի, որ դա Ամերիկան չի ընտրել, դա Թուրքիայի նախաձեռնությունն է, եւ այստեղ Ամերիկան լուրջ խնդրի հետ դեմ է կանգնած, Գրենլանդիայով հասկացավ, որ եթե նա Եվրոպայի հետ գնում է կոնֆլիկտի, Եվրոպան դառնում է պրոռուսական, եւ Թուրքիան էլ կդառնա պրոռուսական, եթե նա Թուրքիայի հետ հաշվի չնստի, հա, Թուրքիայի հետ։ Հաշվի նստելու այստեղ հարց չկա։ Մի խոսքով այս հարցը այնքան բարդ է, որ փորձենք այսօր խոսանք, ժամեր խոսալու ենք, բայց ես ասեմ, որ այս Արաբական Էմիրությունների հանդիպումը
հենց անձամբ նախագահ Տրամպի սրտով չի, բայց նրանք էլ ունեն նրանց հաշվարկները, թե ոնց է կատարվել